Ժողովրդի հերոսը պետք է լինի աշխատավորը, հասարակ քաղաքացին։ Նուբարաշենցիների հետ հանդիպմանը հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։ Պետք է ազգի հերոսը լինի սովորական մարդը, աշխատող մարդը, բարիք ստեղծող մարդը, ոչ թե պաշտոնյան ու չինովնիկը։ ԲՀԿ առաջնորդը որքան ժողովրդի հետ շատ է շփվում, այնքան ավելի պարտավորված է զգում օգնել նրան։ Ասում է, մարդկանց հոգսն էլ գիտի, այն թեթևացնելու ձևն էլ։ Ես այդ բոլորը գիտեմ ոչ թե կարդալով, այլ գիտեմ ես պրակտիկորեն, տեսնելով, ասենք թե 20-25 տարիների ընթացքում աշխատանքով, զգալով, կառուցելով, ձգտելով, ու ամենակարևորը հասկացել եմ, զգացել եմ, որ ամենակարևորը մարդիկ պետք է խաբված չլինեն։ Ծառուկյանն ասում է, խոստումներ չի շռայլում, քիչ ասում է, շատ անում, որպեսզի հետո ժողովրդի առաջ պարզերես լինի։ Երբեք ու երբեք չեմ ասել այնպիսի բան, որ չեմ կարող անել։ Ավելի լավ է քիչ ասես, շատ անես, որ կարողանաս հպարտ ժողովրդի երեսին նայել։ Բարգավաճ Հայաստանի թիմը ծառայելու է ժողովրդին։ Կուսակցության նախընտրական ծրագիրն իրատեսական է, կազմել են լավագույն մասնագետները, ասում է Ծառուկյանը։ Բոլոր ոլորտների, ըստ ոլորտի գրած է խնդիրը, խնդրումը եւ լուծումը։ Գագիկ Ծառուկյանին մտահոգում է արտագաղթի խնդիրը։ Այն կանգնեցնելու համար նա առաջարկում է բարենպաստ պայմաններ ստեղծել աշխատելու համար։ 21-րդ դարում ենք ապրում։ Պետք է պայման ու հնարավորություն ձեռնի մարդը իր ունակություններով, իր գիտելիքներով ինքը ինչ որ կարող է անել, որ ինքը դա ստեղծի, իրեն հնարավորություն ու պայման տրվի։ Գագիկ Ծառուկյանն ու բարաշենցիներին նույնպես խորհուրդ տվեց ակտիվ մասնակցել ընտրություններին, քվեարկել սրտի թելադրանքով։ Ազնիվ Կարապետյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։